Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են ԱՄՆ-իսրայելական ռազմական հարձակումների ծանր հետևանքները։ Ըստ կողմերի գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը եւ վտանգում են ամբողջ Մերձավոր Արևելքի կայունությունը։ Լավրովը հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու հակամարտության դիվանագիտական լուծմանը։ Разве в этом есть какое-то новаторство? Нет. Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ստորություն է անվանել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի եւ երկրի մյուս ղեկավարների սպանությունը։ Ըստ նրա, այսպես կոչված իրանական սպառնալիքը ընդհանրապես պատրվակ էր Իրանում սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձեր անելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Դոնալդ Թրամփին, նշելով, որ նա դավաճանել է թե դիվանագիտությանը, թե ամերիկացի ժողովրդին։ Նախարարի խոսքով միջուկային բանակցությունները չի կարելի դիտարկել որպես անշարժ գույքի սովորական գործարք։ Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Մոխբերը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հեղափոխության հենց սկզբից փորձել է պառակտել երկիրը։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնի նպատակը ոչ թե Իրանը զավթելն է, այլ պետությունը մասնատելն ու թուլացնելը։ Իրանական կողմը վստահ է, որ ներկայիս ագրեսիան երկարամյա քաղաքականության շարունակությունն է։